Այսօր դարձյալ ինձի համար բադիվ և բերգրանք է Գևորգ Հաջյանի իշադակին կայացած Կոմիտասի անվան 3-րդ գրթական մրցանակի պաշտման ուրախ առիթով սրտի խոսք արտասանելը։ Աստվածային նախախնամությամբ Գևորգ ևս արհավետ կննչե Բրոշյանի բանտյոնի մեջ Բեդոյի, Գարոդի, Մեհերի և բազում հերոս առյուծներու կողքին, որպես Արցախյան գոյամարտի ինգած առաջին վեհազն անջարցի հերոս։ Գևորգ Հաջյան իր գիտակցական կյանքի ամբողջ ընթացքին, մանկութենեն մինչև աշխարհասփյուր հայկական գաղթօջախներու և մինչև իր կյանքի վերջին օրը Արցախի մեջ եղավ Հայաստան աշխարհի մեսրոբաշունչ լեզվի, կոմիտասյան ու ազգային երկերու չինչ ղողանչը, հայ ազատագրական պայքարին նվիրված երկերու անզուգական մեկնաբանը, եղավ իր կոչումին դեռ կրթական մշակ, աննկուն կամքով Արցախ հայ աշխարհին համար իր գերագույն կյանքը ընծայաբերեց և նահատակվեցավ հանուն Արցախի ազատագրման դատին։ Սիրելիներ, ի խորոց սրտի բարդ կհամարեմ երախտագիտության և գնահատանքի խոսքս փոխանցելու մշակութային այս հիմնադրամի կազմակերպիչներուն, ինչպես նաև Գևորգ Հաջյանի իշադակին կայացած Երևանի Կոմիտասի անվան 3-րդ գրթական մրցանակի կազմակերպող երախտավորներուն և իմ մասնավորի տիկին Արմինեին, որոնք հաջողությամբ իր ավարտին հասցուցին մեր հայրենիքին ու ազգին պարծանքը հանդիսացած նահատակ հերոս Գևորգ Հաջյանի անվան 3-րդ դարվան մրցանակը։ Սրտանց կշնորհավորենք Կոմիտասի անվան 3-րդ տարեշրջանի մրցանակակիր մեր հայրենակները, մաղթելով անոնց առողջություն և առատ կյանք անտրակույն հաջողություններով պսակված և իրենց ծրագիրներուն և աշխատանքներուն մեջ դարձյալ հաջողություն կմաղթենք։ Հեռավոր Թորոնտոյեն բարի երդ կմաղթեմ ձեզ, սիրելիներ, ու կհավատամ, որ Գևորգ Հաջյանի իշադակին նվիրված այս նախաձեռնությունը վավերական պատգամ պիտի դառնա բոլորիս և մանավանդ մեր նորահաս սերունդի բանջատիրական գրանիթյա կամքին ու հայ մշակույթի և երաժշտության գոյատևումի սրբազան երդին։ Շնորհակալություն։